Ողջույն, հարգելի ընկեր, երկար ժամանակ այս ֆորմատով Facebook-յան ու եթերում չէի եղել, այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանության տեղեկատվական հերթական գրոհը կամ հիբրիդային սպառնալիքը, ինչպես երեք հանրային հեռուստատեսությունում իմացանք, ուղղված էր եկեղեցու դեմ, ուղղված էր Վեհափառ Հայրապետի դեմ եւ մասնավորապես նրա եղբոր Եզրաստ Սրբազանի դեմ։ Քանի որ լուրը, տեղեկատվությունը, որ իրենք տարածում են, ակնհայտորեն կեղծ է, եւ կան մի շարք փաստեր եւ կա նաեւ կարիք խոսալու սրա մասին, ես ընտրեցի այս ֆորմատը։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարածում է մի փաստաթուղթ, ճակերտավոր փաստաթուղթ, որով ապացուցում են, որ իբրև թե Եզրաստ Սրբազանը 1986-ից 88 թվականները համագործակցել է Խորհրդային Պետական Անվտանգության կոմիտեի հետ եւ ասում են KGB-ի գործակալ է։ Փաստաթուղթը առաջին իսկ րոպեից շատերիս մոտ անվստահություն առաջացրեց, որովհետեւ Խորհրդային Միության տարիներին ռուսերեն լեզուն գլխավոր լեզուն էր, այո, կային ամեն հանրապետություն իր լեզունն էր, բայց գլխավոր լեզուն ռուսերենն էր, եւ չէր կարող լինել փաստաթղթաշրջանառություն միութենական մակարդակի, որը գրվեր հայերեն լեզվով։ Սա աբսուրդ է։ Այս աբսուրդը հասկանալու համար ես ձեզ խորհուրդ եմ տալի բացել Բալթյան երկրների կողմից լյուստրացիայի արդյունքում հրապարակված փաստաթղթերը ՊԱԿ-ի կամ KGB-ի հետ համագործակցած անձանց եւ դուք կտեսնեք ամբողջը ռուսերեն լեզվով է։ Իսկեն չկա Բալթյան երկրների Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի լեզվով չկա գրված փաստաթուղթ այդ երկրներում։ Ինչու չկա գրված փաստաթուղթ։ Սա տրամաբանական է, որովհետեւ այդ հանրապետությունները ազգային եւ այդ հանրապետություններում գործող պետական անվտանգության կոմիտեները իրենց համար չէին մարդկանց հավաքագրում։ Դա հավաքագրում էր համամիութենական նպատակով եւ այդ հավաքագրման փաստաթղթերը գնում էին Մոսկվա։ Չէր կարող ազգային լեզվով գրած փաստաթղթերը գնային Մոսկվա ու ասենք նա դեռ թարգմանիչ երևի պիտի հետ ուղարկեն։ Սա աբսուրդ է եւ ցույց է տալիս այս փաստաթղթի հորինված լինելը, առերևույթ հորինված լինելը եւ մեզ թույլ է տալիս չհավատալ դրան։ Չհավատալ դրան եւ չհավատալ նաեւ մեկ այլ առիթ կա։ Տեսեք, ԿՊԱ-ականները կարող են մեզ չհավատալ, ասել, այ կոնկրետ Եզրաստ Սրբազանի համար գրել են հայերեն փաստաթուղթ, հավաքագրման հայերեն փաստաթուղթ։ Դուք հիշում եք, վերջին շրջանում ԿՊԱ-ականները հաճախ են ChatGPT-ին տարբեր հարցեր տալիս։ Սա տնտեսությունը զարգացել է թե ոչ, Նիկոլ Փաշինյանը դիկտատոր է թե ոչ, Հայաստանը ժողովրդավարություն է թե ոչ։ Ես ուրեմն հատուկ այս հիմարների համար, բացի նրանից, որ ինքս եւ կարծում դուք էլ հասկացել եք, որ դա կեղծ փաստաթուղթ է, հատուկ ChatGPT-ին էլ հարցրեցի, որ հանկարծ ԿՊԱ-ականների մոտ կասկած չառաջանա, առաջարկում յուրաքանչյուր ԿՊԱ-ական, ով ChatGPT-ի հնարավորություն ունի կամ Նիկոլին հավատացող, այս հարցը նույն ձևակերպամ կարող է տալ կամ իր ձևակերպամ, ուրեմն ես հարցրեցի ChatGPT-ին, որ սովետական միության տարիներին հանրապետություններում ՊԱԿ գործակալների հավաքագրման փաստաթուղթը ինչ լեզվով էր գրվում, ասում են կարճ ու հստակ, սովետական միության տարիներին հանրապետություններում ՊԱԿ ԿԳԲ գործակալների հավաքագրման փաստաթղթերը գրվում էին ռուսերենով, ստորև մանրամասներով նրբություններով։ Հիմնական լեզուն ռուսերենն էր։ ՊԱԿ-ը համամիութենական կառույց էր, ոչ հանրապետական։ Բոլոր օպերատիվ, հաշվառման, հավաքագրման, համաձայնության, հաշվետվական փաստաթղթերը գրվում էին ռուսերենով։ Սա վերաբերվում էր բոլոր հանրապետություններին։ Պատճառը կենտրոնացված վերահսկողություն, Մոսկվայի կողմից ընթերցանելիություն, միասնական արխիվացում, տեղական լեզվի կիրառման բացառությունը որոշ դեպքերում կիրառվում էր տեղական լեզու, բայց ոչ որպես հիմնական փաստաթուղթ։ Միայն բացատրական գրառումներ, անձի կողմից գրված ձեռագիր բացատրություն, օժանդակ տեղեկանք, ոչ թե հավաքագրման փաստաթուղթ, այլ ինչ-որ օժանդակ փաստաթղթեր։ Հա։ Շատ դեպքերում ասում է, ու սա արդեն այլ մանրամասներ են, որ գործակալները փաստաթուղթ չէին էլ ստորագրում, բայց դրա մասին չի խոսքը։ Խոսքը այն մասին է, որ անգամ սրանց սիրած ChatGPT-ն ասում է, որ համամիութենական նման փաստաթղթերը չէին կարող գրվել հայերենով, չգիտեմ, վրացերենով եւ միութենական հանրապետությունների այլ
լեզուներով։ Սա абսուրդ է։ Բայց եկեք ավելի adekvat լինենք, եկեք գանք, այսպես բովանդակային քննարկման նաև, հա։ Ինչ էր խորհրդային միությունը։ Խորհրդային միությունը այդ միության կազմում ապրող բոլոր ժողովուրդների պետությունն էր։ Խորհրդային պակը ոչ թե թշնամական երկրի հատուկ ծառայություն էր, այդ միության տարածքում ապրող քաղաքացիների սեփական պետության հատուկ ծառայությունն էր։ Ինչպես օրինակ այսօր ներողություն, այսօր Հայաստանի ԱԱԾ-ն այդպեսին չէ, ինչպես ենթադրաբար պիտի լիներ այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Եվ ես ձեզ ասեմ, օրենքով պարտադիր է այսօր էլ, եթե պետության անվտանգության հետ կապված հարց կա, քաղաքացիները պարտավոր են համագործակցել ազգային անվտանգության ծառայության հետ։ Պարտավոր են օրենքով։ Հիմա այդ ամեն ինչը վերցեք ավելի մեծ մասշտաբով, խորհրդային միություն, խորհրդային հանրապետություններ, ցանկացած լուրջ պետություն, Հայաստանի մասին, այս պահի Հայաստանի մասին չի խոսքը, ոչ էլ 18-ից առաջ գոնե վերջին 10 տարիների Հայաստանի մասին, որովհետև այդ ժամանակ ինչ գործակալ կար լծվավ Հայաստան, հիմա ինձ թվում է Հայաստանը արդեն դարձել է գործակալների պոլիգոն եւ ասենք փղոսկրի երկրից, փղոսկրի ափից, չգիտեմ, Չադից, Նիկարագուայից, բոլոր տեղերից էլ գալիս են այստեղ գործակալ, որտեղ խոպան տեղ աշխատելու։ ԱԱԾ-ն էլ հիմնականում պորնո տեսանյութեր նկարելով է զբաղված, ավելի հեշտ է այստեղ կուրսանտներին ուղարկել, որ հասկանան ինչպես աշխատել։ Լավ, սա մի կողմ թողենք, Հայաստանի այսօրվա Հայաստանի մասին չի խոսքը։ Ցանկացած լուրջ պետության հատուկ ծառայություն իր պետության ներսում եղած իրավիճակը պիտի վերահսկի։ Հատկապես խորհրդային միությունը, որը աշխարհաքաղաքական կենտրոն էր, երկու բևեռներից մեկն էր, իր գոյության ընթացքում, չէր կարող լինել այնպես, որ խորհրդային միության տարածքում գործեին հոգևոր կրոնական կազմակերպություններ կամ այլ տիպի կազմակերպություններ, որոնք չգտնվեին հատուկ ծառայության հսկողության տակ։ Եվ դա նորմալ է, որովհետև պետության ներքին անվտանգության հարց կա, արտաքին անվտանգության հարց կա։ Եվ երկրորդը, հոգևորականները դիսիդենտներ չէին, իրենք խորհրդային միության դեմ չէին պայքարում։ Ի տարբերություն դիսիդենտների, որոնք իբրև թե պայքարում են խորհրդային միության դեմ, բայց կարող էին նաև համագործակցել։ Այդ դավաճանություն էր իսկական իրենց գաղափարակից ընկերների նկատմամբ եւ նման մի դավաճան կա ԿՊ-ի շարքերում, մենք դրա մասին կխոսենք։ Այսինքն, ցանկացած Միացյալ Նահանգներում դուք կարծում եք կրոնական կազմակերպության ներկայացուցիչները չեն համագործակցում Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների հետ, հա։ Դուք կարծում եք չեն համագործակցում ու Միացյալ Նահանգները այդպես հզոր պետություն է։ Դուք կարծում եք Հայաստանում գործունեություն ծավալող կյանքի խոսքի ղեկավարը, որը գնում է Միացյալ Նահանգներ, այդ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում չի։ Այդ Հայաստանում է, որ ամեն ինչ բարդակ է, ու ով ուզի կարող է գալ, ով ուզի կարող է ինչ ուզի անել, հա։ Թուրքական գործակալներ կարող են գալ իշխանության, ինչպես պնդում էին ոմանք։ Եթե սա անգամ իրական է, մենք արդեն հասկացանք, որ հայերենով հաստատող չէր կարող լինել։ Դուք կարող եք ասեցի բացել Բալթյան երկրների օրինակով տեսնել, բոլորը գրված են ռուսերենով, գործակալական գործերը, որտեղ դրանք գնում են Մոսկվա, հետ փաստաթղթեր թարգմանիչ չէին ուղարկի, որ Մոսկվայի KGB-ում դա թարգմանեին։ Եթե կա լյուստրացիայի անհրաժեշտություն, ապա պիտի արվի հրապարակվեն բոլոր փաստաթղթերը։ Ոչ թե կոնկրետ մի անձի թիրախավորեն ու ասեն, այս մարդը գործակալ էր, չնայած մենք տեսանք, որ դա սուտ է։ Այդ պիտի հրապարակվի բոլոր փաստաթղթերը, հատուկ ծառայության պակի ունեցած, ու դուք կտեսնեք, որ ոչ թե համագործակցել են պակի հետ, այլ ԿՊԱ-ական վերնախավի մեծ մասի հայրերն ու պապերը ուղղակի գործ տվող են եղել։ Գործ տվող իրենց եղբոր, ընտանիքի անդամի, հարևանի, ֆերմայում աշխատածի, կոլխոզում, գործարանում, հիմնարկությունում իրենց գործընկերների դեմ գործ տվողների սերունդներ են սրանք։ Հրապարակեք տեսնենք, շատ լավ, հրապարակեք բոլորս տեսնենք ով է եղել։ Այդ դա կլինի արդեն
համահավասար իրավիճակ եւ դուք կտեսնեք, որ այնտեղ հայերենով գործակալական գործեր վարված չեն։ Երկրորդ դրվագը գանք։ Այս իշխանությունները հաճախ են խոսում, այս եկեղեցու դեմ արշավի շրջանակում, հաճախ են իշատակում Վազգեն Վեհափարին երջանկայի իշատակ։ Ֆանտաստիկ հոգևորական գործիչ է եղել, բայց հարց կպահական են։ Դուք կարծում եք 1955-ից կարծեմ, կաթողիկոս ընտրված Վազգեն Վեհափարը երջանկայի իշատակ որևէ հարաբերություն չի ունեցել պետական անվտանգության կոմիտեի հետ։ Դուք կարծում եք Խորհրդային Միությունը թույլ է տվել, որ մի ամբողջ հզոր հոգևոր կառույցի ղեկավար ուղղակի իրենց հետ չեմ ասում գործակալ, ես սրա մասին չեմ խոսում, իրանց հետ համագործակցության մեջ չլինի, տեղեկատվության փոխանակում չլինի, լուրջ եք ասում։ Իսկ կարող ասեք, որ ձեր կողմից շատ փառաբանված լուսահոգի Կարեն Դեմիրճյանն էլ ՊԱԿ-ի հետ կապ չի ունեցել, ԿԳԲ-ի հետ։ Ասեք ԿԳԲ-ի հետ կապ չի ունեցել, բայց եկել դարձել է գլխավոր քարտուղար։ Բայց եթե ԿԳԲ-ի հետ համագործակցածների հետ խնդիր ունեք, ինչու Կարեն Դեմիրճյանի արձանը կանգնեցրեցիք Երևանում։ Կարող եք պատասխանել այս հարցին։ Պարզ է, չէ՞ որ ձեզ համար բան չի, խնդիր չի ԿԳԲ-ի հետ համագործակցած լինելը, որովհետև ինչպես ասում էր Իգոր Մուրադյանը, Խորհրդային Միության տարիներին, եթե ինքը իրայվ իր մասով էր ասում, ես մեկնաբանություններ մեթոդեսայունթե կդնեմ, YouTube տարբերակում վերջում կդնեմ։ Խորհրդային Միության տարիներին չկար լուրջ բարդ, որը հարաբերություն չունենար պետական անվտանգության կոմիտեի հետ։ Ասում էր, եթե պետական անվտանգության կոմիտեի հետ որևէ մեկը հարաբերություն չունի, ուրեմն նա լուրջ գործիչ չէ։ Ու ճիշտ էր ասում, որտեղ մարդը տրամաբանությունն է հասկանում պետության հատուկ ծառայությունների, հա։ Եվ եթե անգամ եղել է, հասկանալով որ սա կեղծ փաստաթուղթ, եթե անգամ եղել է համագործակցություն, դա եղել է համագործակցություն սեփական պետության հատուկ ծառայության հետ։ Պետության, որին ինքը դեմ չի եղել, դիսիդենտ չի եղել, Խորհրդային Միության դեմ չի պայքարել։ Այլ փաստ, որը վկայում է նաև փաստաթղթի կեղծ լինելը, ուրեմն սրանք գրել են, որ 86-ից այս փաստաթուղթը առնչվում է 86-ից 88 թվականներին համագործակցել է ՊԱԿ-ի հետ, պետական անվտանգության կոմիտեի հետ։ Եզրած Սրբազանը 86-ից 88 թվականներին գտնվել է Լենինգրադում, ապրել է Լենինգրադում, այսինքն ըստ ԿՊԱ-ականների տրամաբանության, Լենինգրադում էլ են հայերենով փաստաթղթեր լրացրել ռուսական ԿԳԲ-ն։ Կարելի է փաստաթուղթ կեղծելիս կամ հորինելիս նորմալ մի բան հորինել։ Բայց գանք ավելի կարևոր դրվագի։ Տեսեք ինչը մերժելի կլիներ։ Մերժելի կլիներ, օրինակ, Ռուբեն Ռուբինյանի հայրը, որ ասում են դիսիդենտ եղել, չգիտեմ իրականում եղել է թե ոչ, ասենք Կարապետ Ռուբինյանը պարզվեր, որ համագործակցել է պետական անվտանգության կոմիտեի հետ։ Այստեղ հայտարարություն կլիներ, որովհետև ինքը դեմ էր Խորհրդային Միությանը։ Կամ իրենց սիրած Ազատ Արշակյանը պարզվեր, որ համագործակցել է ԿԳԲ-ի հետ։ Այսա անտրամաբանական է, այսա դավաճանություն է, որովհետև եթե դու հայտարարել ես, որ դեմ ես այդ պետությանը եւ համագործակցում ես այդ պետության հատուկ ծառայության հետ, ուրեմն դու դավաճանում ես այն ընկերներին, ովքեր քո հետ ճանապարհ են անցնում։ Եթե այսօր որևէ մեկը ընդդիմադիր դաշտից համագործակցի Նիկոլ Փաշինյանի Հեյդար Ալիևի խմբակի, հա, խաղաղության խմբակի ծառա ԱԱԾ-ի հետ, դա դավաճանություն է, դա անարգանք է իր ընդդիմադիր ընկերների նկատմամբ, իր գաղափարակից ընկերների նկատմամբ։ Այդ սրիկայություն է։ Այդ հայոյանքի արժանի քայլ է։ Հիմա գանք հայոյանքի արժանի քայլին, որ ԿՊ շարքերում կան։ Ուրեմն դու գիտեք, որ Միքայել Մինասյանը հրապարակեց փաստաթուղթ, ըստ որի ես թուրքական մասին չեմ անդրադառնում, այսինքն չեմ պնդում, որ Արարատ Միրզյանը թուրքական գործակալ է։ Միքայել Մինասյանն է հայտարարել, թող ինքը դա ապացուցի։ Բայց քանի որ փաստաթուղթ կա հրապարակված եւ Արարատ Միրզյանն էլ հաստատել է, Արարատ Միրզյանը համագործակցել է
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ։ Այն իշխանության ԱԱԾ-ի հետ, որի դեմ իրանք պայքարում էին իբր, որի ընդդիմադիրներն էին իբր։ Ես ավելին ասեմ, կան տեղեկություններ չհաստատված, որ ըստ որոնց Նիկոլ Փաշինյան եւս եղել է Արարևույթ ԱԱԾ-ի գործակալ, Սերժ Սարգսյանի իշխանության եւ դրանից առաջ եղած իշխանությունների ԱԱԾ գործակալ, լինելով ընդդիմադիր, թունդ ընդդիմադիր դիրքերից հանդես գալով։ Այս քայլերը հայհոյանքի արժանի են, որովհետեւ եթե դու ընդդիմադիր ես, դու հայտարարում ես, որ սա ռեժիմ է, որ սա հանցավոր ռեժիմ է, ժողովրդին կեղեքող ռեժիմ է, բայց ժողովրդի կեղեքող ռեժիմի ԱԱԾ-ի գործակալն ես, ծածկանունդ էլ օմեգա, այ դա սրիկայություն է, այ դա դատապարտելի է։ Ասենք հիմա պատկերացրեք ԿՊ-ի իշխանությունն է եւ հայտարարում են, հետ տարիներ հետո ԿՊ-ն իշխանություն է կորցնում, ասում են, այս ինչ ԿՊ-ականը կամ ԿՊ-ին աջակցող այս ինչ հոգեվորականը համագործակցել է ազգային անվտանգության ծառայության հետ։ Այդ մարդիկ ԿՊ-ական են եղել, այդ մարդիկ եղել են համարել են, որ ազգային անվտանգության ծառայությունը իրենց պետության հատուկ ծառայությունն է։ Ես այդպես չեմ համարում, ես վաղուց համարում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը կապ չունի մեր պետության անվտանգության հետ։ Իմ համոզմունքն է այդպեսին։ Իրենց գործողություններն են թույլ տալիս, ես այդպես մտածեմ։ Հիմա եթե իմ կամ մեկ ուրիշի մասին նման բան հայտնի լինի, այդ խայտարակություն կլինի, երբ որ պարզվի, որ մարդը, որը դավադիր իշխանություն է համարում այս իշխանություններին, մարդը, որը դատապարտում է ազգային անվտանգության ծառայության գործողությունները, ապօրինությունները, եւ հետո պարզվի գործակալ է եղել։ Փաստաթղթերին գանք, ես խնդրեի Նիկոլ Փաշինյանին անդրադառնալ մեկ այլ փաստաթղթի, որի վերաբերյալ մենք 2020 թվականին հոդված ենք հրապարակել, ըստ որի, ըստ այդ փաստաթղթի, ընդ որում սա արդեն ռուսերենով, հայերենով չի։ Նիկոլ Փաշինյանի պապը, նույն ինքը Նիկոլ Փաշինյանը, եղել է դավաճան երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Ես մեր հրապարակած հոդվածը ընթերցեմ, որը հրապարակվել է ուրեմն 2020 թվականին էր հրապարակել, բայց մենք վերահրապարակել ենք այն 2021 թվականին, 20 թվականի տարբերակը, ահա, 20 թվականի տարբերակը։ Ուրեմն, ես ընթերցում եմ բառաց այդ հոդվածը եւ հետո կասեմ Նիկոլը ոնց էր արձագանքել սրան։ Հուլիսի 6-ի հոդված։ Ուրեմն, մայիսի 9-ին երկրորդ համաշխարհային պատերազմի 75-ամյակի Շուշի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում հրապարակել էր Պապի լուսանկարը եւ գրել. Փաշինյան Նիկոլ Արաքելի 1913-ից 1943 թվական ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 544-րդ հրաձգային գնդում, հավերժ փառք մեր հայրենիքի համար ընկածների։ Այս գրառումից հետո լրատվադաշտում սկսեցին քննարկումներ այն մասին, թե Նիկոլ Փաշինյանի պապը համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ, օգտվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված մեմորիալ, այստեղ արխիվացված են հայերական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների, անհետքորածների եւ մահացածների տվյալները։ Կայքից նրանք գտել էին Նիկոլ Փաշինյանի պապի տվյալները։ Լրատվամիջոցների այս հրապարակումներից հետո Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՕԱԿ-ի կողմից հիմնված տեղեկատվության ստուգման կենտրոնը պաշտոնապես հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանի պապի մասին տարածվող տեղեկությունը, թե նա աջակցել է գերմանական բանակին, չի համապատասխանում իրականությանը։ Այս հրապարակումից ամիսներ անց նկատեցինք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված մեմորիալ հարթակից բացակայում է Նիկոլ Արաքելի Փաշինյանի մասին տվյալները։ Հարթակում արկա է միայն Նիկոլ Վարդանի Փաշինյանի մասին տվյալներ, ով էլ ըստ մամուլի հրապարակումների դավաճան է եղել։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանն իրականությունը իր պապի մասին գրել է իր պաշտոնական Նիկոլ Փաշինյան .com կայքում, որն արդեն հասանելի չէ, բայց մեզ հաջողվեց գտնել կայքի արխիվացված տարբերակը, որում Փաշինյանն իր պապի մասին գրում է. Պապս Նիկոլ Արաքելի Փաշինյանը զոհվել է երկրորդ համաշխարհային պատերազմում, որքան ինձ պատմել են, նրանց գունդը գերի է ընկել Ղրիմի թերակղզում, դեռևս հասցրած չլինելով անգամ զենք ստանալ։ Հետո պապս մի քանի ընկերների հետ փախուստ է ձեռնարկել համակենտրոնացման ճամբարից ու զոհվել փախուստի ընթացքում։
Պատմում են, որ նա եղել է Իջևանի միլիցիայի անձնագրային բաժնի պետը եւ ճակատ է մեկնել որպես կամավոր, տանը թողնելով 2 հորաքույրներից եւ նորածին հորս։ Ինչպես տեսնում եք իր պաշտոնական կայքում, Փաշինյանը հայտարարում է, որ Պապը անգամ զենք ստանալ չի հասցրել ու գերի է ընկել։ Այսինքն Փաշինյանը ընդունում է, որ Պապը անգամ մեկ օր չի հասցրել կռվել։ Հետաքրքիր է, որ ՌԴ այն պաշտոնական տվյալներով Դավաճան Նիկոլ Փաշինյանի զորամասի առաջնային տեղակայմանը եղել է Ուկրաինայում, Ղրիմում։ Հետաքրքիր է, որ դեռևս մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանը միջպետական ՄԻՐ հեռուստաընկերության հետ զրույցում պատահաբար բացահայտել է, որ իր պապի մասով կա 2 փաստաթուղթ։ Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչպես է պապս մահացել, մի փաստաթղթով մահացել է 43 թվականին, մյուս փաստաթղթով անհետ կորել է, հայտարարել է Փաշինյանը։ Այսինքն մեմորիալ հարթակում ի սկզբանե եղած 2 Նիկոլ Փաշինյաններն էլ նույն մարդիկ են եղել։ Սա է նաև պատճառը, որ ՌԴՊՆ պաշտոնական այս հարթակից հանել են նրանցից մեկի Նիկոլ Արաքելի Փաշինյանի տվյալները։ Ինչպես նկատում եք, վարչապետ Փաշինյանի խոսքից նա չի խոսում զոհվելու մասին, երկու դեպքում էլ նա օգտագործում է մահացել բառը։ Նույն հարցազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը նաև ստել է, նա հայտարարել է, թե ոչինչ չի հիշում իր պապի մասին։ Պապիս մասին ոչինչ չեմ հիշում, նույնիսկ հայրս չի հիշում նրան, որովհետև 1 տարեկան եղել, երբ պապս գնացել է պատերազմ, ասել է Փաշինյանը։ Բայց մենք ինչպես արդեն նկատել ենք, իր պաշտոնական կայքում վարչապետը բավականին տեղեկացված էր եղել պապի ճակատագրից։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը իրականում ԽՍՀՄ-ում դավաճան է համարվել, բայց պետք է հաշվի առնել, որ ԽՍՀՄ-ում դավաճան էին համարվում բոլոր նրանք, ովքեր գերի էին ընկնում։ Հետո պարզվեց, որ այդ մեմորիալ կայքում գրված է, որ Նիկոլ Փաշինյանի պապը համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ։ Այսա ռուսերենով փաստաթուղթ, թոթոլ ընես լավ փաստաթուղթ, որ Նիկոլ Փաշինյանի պապը նույն ինքը Նիկոլ Փաշինյանը եղել է դավաճան, համագործակցել է թշնամու հետ։ Այսա դատապարտելի համագործակցություն է, եթե իրականություն է, չէ՞։ Դատապարտելի կլիներ, որ Խորհրդային Միության տարիներին Խորհրդային Հայաստանում ապրող քաղաքացին համագործակցեր նացիստական Գերմանիայի հետ, Թուրքիայի հետ, Խորհրդային Միության թշնամի պետությունների հետ։ Այսա կլիներ դավաճանություն։ Եվ սա ըստ ռուսական պաշտոնական աղբյուրի արել է Նիկոլ Փաշինյանի պապը։ Ուրեմն ինչ եղավ սրանից հետո, մենք այս հոդվածը հրապարակել ենք, Նիկոլ Փաշինյանը բավական երկար ժամանակ սպասեց եւ ուրեմն դատի տալու հնարավորության ժամկետների լրանալուն շատ մոտ 1-2 օր էր մնացել, Փաշինյանը ինձ անձնական նամակ գրեց իր ստորագրությամբ, գրավոր, փաստաթղթային նամակ եկավ մեզ փոստով, որ պահանջում եմ հերքել, հակառակ դեպքում ես ձեզ դատական կարգով կհասնեմ նրան, որ դուք հերքեք այս տեղեկատվությունը։ Մենք բնականաբար չհերքեցինք, որովհետև միայն փաստերի վրա ենք հենվել եւ բնականաբար Նիկոլ Փաշինյանը մեզ դատի չտվեց։ Այսա փաստաթուղթը, այստեղ հասկանում ես, որ փաստաթուղթ կա Փաշինյանի պապի վերաբերյալ։ Եվ երևում է, որ ինքն էլ թաքցնելու բան ունի, որովհետև մեկ ասում է պապի մասին լեգենդներ է գրում, որ գնացել են, գերի է անկել, հետո փախել է, ճանապարհին զոհվել է, հա։ Մեկ ասում է ոչինչ չի հիշում պապի մասին։ Ինչու ոչինչ չի հիշում, որովհետև արդեն ասել էր վարչապետի պաշտոնի եւ Ռուսաստանում հանդիպումներ էր ունենալու եւ ասել, որ իր պապը գերի է ընկել այդ վիճակում, հետո Խորհրդային Միության տվյալներով համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ, մի քիչ սևերես դուրս կգար էլի Պուտինի մոտ խայտարակ կլիներ։ Ռուս գործընկերների մոտ, ասենք ոնց էր մասնակցելու մայիսի 9-ի շքերթին։ Ստացվեր, որ նացիստական Գերմանիայի հետ համագործակցած իր պապու ժառանգության դեմ է դուրս գալիս էլի, նշելով Խորհրդային Միության հաղթանակը։ Ամփոփելով, հարգելի ընկերներ, գալիս ենք նրան, որ սա հորինվածք է ըստ էության, առերևույթ սա կեղծ փաստաթուղթ է, Խորհրդային Միության պետական անվտանգության կոմիտեն ազգային լեզուներով գործակալական գործեր չի վարել, սա անգամ ասում է Փաշինյանից մոզգ chat GPT-ին, երբ հարցնում ես, եւ երկրորդը Խորհրդային Միությունը եղել է պետություն, նրա բոլոր քաղաքացիները հանդիսացել են այդ պետության քաղաքացիները, թե դեմ չեն եղել, դիսիդենտ չեն եղել, այդ պետության դեմ չեն պայքարել։ Եվ անգամ համագործակցությունը, ասենք դատապարտելի
չպետք է լինի տրամաբանությունը հասկացողները, ովքեր հասկանում են, որ դա պետություն է, եւ այդ չի կարող պետությունում լինել հանրության վրա ազդող կառույցներ, ինչպես եկեղեցիներն են, եւ նրանց հետ համագործակցություն չլինի։ Ասենք համագործակցություն չէր կարող լինել ու հիմա էլ ցանկացած պետությունում չի լինում Նեուլավիմի ջոյերի հետ։ Նեուլավիմի ջոյի պատմությունը լսել եք, երկու կավբոյ նստած են, մեկը անցնում է ձիով, ասում է, գիտես նա ով է, ասում է Նեուլավիմի ջոն է, ասում է, այսինքն ինչա Նեուլավիմը, նա դեմներովս անցնում է, չեն կարողանում իրեն բռնել, չասում է ուղղակի ոչ մեկի բանին պետք չի, որ իրան բռնեն։ Հիմա այսինքն ցանկացած պետության հատուկ ծառայություն չի համագործակցում մարդկանց հետ, որոնք որևէ բանի պետք չեն։ Լուրջ պետության մասն է խոսքը, այսօրվա Հայաստանի մասին չի խոսքը։ Այսօրվա Հայաստանում վստահ եմ թուրքական հատուկ ծառայությունը ավելի մեծ բան ունի, ազդեցություն, ցանց ունի, քան Հայաստանի ԱԱՑ-ն։ Որտեղ Հայաստանի ԱԱՑ-ն գիտեք ինչերով է զբաղված, ինչ որ տեսանյութեր սարքելով, նկարելով, սեռական բնույթի։ Եվ այն որ թուրքական հատուկ ծառայությունները շատ լավ տիրապետում են Հայաստանի ներքին իրավիճակին, ով ում հետ ինչ տվեց, ինչ առավ, ես հասկացել եմ 2015 թվականին, երբ փորձում էի Իրաքից անցնել Թուրքիայով գալ Հայաստան, ինձ արգելեցին մտնել Թուրքիա, այսպես ասած դեպորտ արեցին, բանով պնդմամբ, որ ես Հայաստանում շփվել եմ քրդական բանվորական կուսակցության որոշ ներկայացուցիչների հետ։ Ես շփվել էի ոչ հրապարակային, դրա մասին որևէ հրապարակում չկար, բայց Թուրքիայի հատուկ ծառայությունները կամ սահմանապահները դրա մասին գիտեին եւ իմ մուտքը Թուրքիա արգելված է։ Այսա պետությունն է, գիտես որ աշխատում է, գիտի Հայաստանում ով ում հետ է տալի առնում, ում հետ է շփվում, Իսկ Հայաստանում լավագույն դեպքում ԱԱՑ-ն կարող է օգնել, որ Միքայել Մինասյանի պնդմամբ թուրքական օմեգա գործակալները գան իշխանության։ Կամ թուրք, ինչպես հանրապետականներն են ասում, թուրք-ադրբեջանական հեղափոխություն իրականացած Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ապահովեն, երբ նա դեռ անգամ վարչապետ չէ։ Այսա լիուլի Հայաստանի ԱԱՑ-ն անում է։ Ամոթ է Նիկոլ Փաշինյան եւ քաղաքացիական պայմանագիր։ Ես երազում եմ այն օրվա մասին, երբ ձեր մասին իրական փաստաթղթեր հրապարակվեն, խայտարակվելու եք։ Չնայած դե դուք ամոթ չունեք, որ խայտարակվեք, բայց ձեզ հավատացողներ ուղղակի գետինն են մտնելու ամոթից, որ ձեզ հավատացել են, ձեր նման սրիկաներին հավատացել են։ Ձեր նման սրիկաներին հավատացել են։ Սրանից առաջ էլ Եզրաստ Սրբազանի մասին որպես գործակալ խոսում եք են փաստը բերելով, որ Վլադիմիր Պուտինը մեդալ է շնորհել Սրբազանին։ Այն անգամ էլ բացատրեցի, որ մեծ հոգևոր կառույցի ղեկավարը Ռուսաստանի Մոսկվայով Նոր Նախճիվան թեմի առաջնորդն է հոգևոր, եւ բնական է, որ պետությունը պիտի գնահատի այդ մարդու գործունեությունը, որովհետեւ ի տարբերություն ադրբեջանցիների հայերը Փարքաստու Ռուսաստանի Դաշնությունում չեն աշխատում այդ պետության դեմ։ Չեն աշխատում այդ պետության դեմ եւ սա գնահատվում է։ Իդեպ ասեմ նույնը Ուկրաինայում, ասենք հայերը չեն աշխատում Ուկրաինա պետության դեմ, որտեղ ապրում են այդտեղ մարդիկ ոնց այդ պետության դեմ աշխատեն։ Եվ երևի թե այդ իշխանությունն էլ գնահատում է այդտեղի հայ համայնքի ղեկավարներին, հոգևոր, քաղաքացիական, Հիմա ինչ ասենք այդ մարդիկ էլ Ուկրաինայի գործակալներ են, սա ուղղակի հիմար խոսակցություն է, որ տանում են այս իշխանությունները։ Դուք բացեք դուքում գործակալներն եք։ Հրապարակվեց, ասեք օմեգանում գործակալն է։ Ի վերջո Միքայել Մինասյանը հրապարակել է, որ նա ԱԱՑ գործակալն է, փաստաթուղթ է հրապարակել, հետն էլ պնդել է, որ նա Թուրքիայում հավաքագրվել է եւ կրկնակի հավաքագրման է ենթարկվել Հայաստանի ԱԱՑ-ի կողմից։ Ասեք, բացատրեք, փաստ տվեք, ով է Արարատ Միրզյանը, ով է Նիկոլ Փաշինյանը, ում կողմից է հավաքագրված, եթե հավաքագրված է։ Ով է Կարապետ Ռուբինյանի տղա Ռուբեն Ռուբինյանը,
որ Թուրքիայում սովորում էր, ինչ էր սովորում, ով է Արսեն Խառատյանը, Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականն էր, եթե չեմ սխալվում, ինչով էր զբաղվում նրա կինը, ինչ հատուկ ծառայությունների հետ էր աշխատում, եթե աշխատում էր, ով էր Մխիթար Հայրապետյանը, որ հաճախ Թուրքիայում էր լինում, ով էր Մարիա Կարապետյանը, որ ադրբեջանցիների հետ քեֆ ուրախություններ անում, տժիշկներ էր անում, շնորհավորում էր Կուրբան Բայրամը։ Եվ այսպես շարունակ։ Հասարակությունը սրանց գեղձիկներին կարծում չի հավատում, իրենց քրպականներով կասեն, ուրախանան։ Հիմա որ ասեն այդ հայերենով իբր Լենինգրադում գրված բան է, Լենինգրադի գործող պակի կողմից իբր գրված գործակալական թղթի փոխարեն հրապարակային թուղթ, որտեղ բան էր, ներողություն եմ խնդրում Եզրաստ Սրբազանը մարդ է կերել, հավատալու եք մեկ է այդ հիմարությանը, ովքեր հավատում են Նիկոլ Փաշինյանի հիմարությանը։ Իդեպ քիչ առաջ ընկերներից մեկը գրեց, որ իր տեղեկություններով ինչու են հայեր են գրել այս առերևույթ կեղծ փաստաթուղթը, որովհետև ըստ ընկերոջս իրենք քանի որ քարոզչական նպատակով էին օգտագործելու, իսկ իրենց հավատացողներից շատ քչերը ռուսերեն գիտեն, հայերեն են գրել, որ հասկանան, էլի, հարմարացրել են իրենց քարոզչական նպատակներին։ Մի խոսքով այսքանը, սիրելի ժողովուրդ, ուղղակի խղճալ կարելի է սրանց, բայց միայն իշխանությունից հեռացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը քանի իշխանության է ու ԿՊԱ-ականները քանի իշխանության են, սրանց չի կարելի խղճալ։ Առաջարկում անպայման կիսվել ձեր էջերում այս եթերը, ես քիչ հետո մեկնաբանություններին կդնեմ Իգոր Մուրադյանի խոսքը, շատ հետաքրքիր խոսքը, YouTube տարբերակում վերջում կդնեմ տեսանյութի։ Լավ մնացեք։ Նեկտար Տեր-Դավթյանը հարցնում է, ինչ հարաբերությունների մեջ էիք խորհրդային ԿԳԲ-ի հետ եւ եթե այդ հարաբերությունները եղել են, ապա որ թվից։ Հարաբերությունների մեջ էինք խորհրդական ԿԳԲ-ի հետ, բան знаете, это очень старая, скучная песня. Вот, что здесь сказать? Да, я практически не знаю ни одного серьезного политического деятеля, кто бы не имел возможности общаться с КГБ. А кто не общался с КГБ, это вообще не политический деятель.